Քարոզարշավը Նիկոլ Փաշինյանը երրորդ օրը շարունակեց Վայոց ձորի մարզում, երբ ընտրողը դեռ քնած էր։ Այնուհետև շրջայցեր տարբեր բնակավայրերում հանդիպումներ ու զրույցներ բնակիչների հետ, մեծ ու փոքր ելույթներ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածուն մարդկանց նվիրեց արդեն ավանդական քարտեզ կրծքանշանը, թխվածքաբլիթն ու նաև նախընտրական բուկլետ, առաջիկա 5 տարվա ծրագրերի մասին։ Թիմակիցների հետ շրջող վարչապետի թեկնածուն որպես գործող վարչապետ ներկայացրեց արդեն իրականացված ծրագրերը, թոշակներից սոցիալական տարբեր ծրագրերից մինչև առողջության ապահովագրություն։ Ասաց չհավատան բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե ընտրություններից հետո ապահովագրությունը դադարելու է գործել։ Հիմա, երբ հանդիպում են մարդիկ, որոնք ապահովագրությունից չեն օգտվում, դա լավ է, ուրեմն կարիքը չունեն ու առողջ են։ Բայց եթե կարիքը լինի, իմացեք, որ ձեր պետությունը ձեր կողքը կանգնի։ Դրանում 100% վստահ եմ, բարով ես էլ եմ շնորհակալ։ Բարև ձեզ երեխեք։ Նույն ընտանիքն է։ Այո, 4 երեխա։ Դուք ստանում եք երրորդ եւ յուրաքանչյուր հայ-ջորջ երեխայի ծննդյան դեպքում աջակցությունը։ Այսինքն 50,000 դրամ ստանում եք նպաստ, մեկ էլ մյուսը Ամուսնուս աշխատում։ Չէ, մինչև 2 տարեկան երեխայի նպաստ 29,000, Չէ, 31,000։ Հա, շատ լավ, ուրախ ենք, լավ եք։ Ջերմուկի մի բնակչի հետ Փաշինյանը խոսեց ճանապարհային ցանցն ընդլայնելու մտորումների մասին։ Հայաստանը 2018 թվականից մինչև 2020 թվականը ներառյալ թե աշխարհի եւ թե ԵԱՏՄ-ի միջին տնտեսական աճից ավելի բարձր տնտեսական աճ ունեցել։ Իմ համոզմունքներից մեկը նա է, որ մենք այսքան մեծ ուշադրություն ենք դարձնում ճանապարհների վրա, որովհետեւ ճանապարհը տնտեսության արյունատար համակարգն է։ 2018 թվականից մինչև այժմ կառուցվել, նորոգվել ու հիմնանորոգվել է մոտ 5000 կիլոմետր ճանապարհ։ Հաջողություններ կան նաև туриզմի ոլորտում։ Այս տարվա ապրիլի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կա 39%-ով աճ։ Բայց ոլորտը զարգացնելու եւ աճը կայուն դարձնելու ուղղությամբ պետք է աշխատել։ Մեր եկեղեցիները ամենամեծ կարևոր գրավիտացիոն կենտրոնն են туриզմի համար, որովհետև մարդկանց համար դա շատ կարևոր է։ Եկեղեցիները իրենց պատմամշակութային հուշարձանների պահպանությունը մեր ուշադրության կենտրոնում է, բայց մենք ասում ենք պետքա туриստի համար ուրիշ տեղեր լինի։ Հիմա երբ որ հետաքրքրում ենք, պարզվում է Հայաստանում լիքը բերդեր ամրոցներ կա, որի մասին իսկի տեղյակ չենք։ 2022 թվականին ադրբեջանական ներխուժումից հետո Ջերմուկում բիզնես ոլորտում գրեթե զրոյական վիճակ էր ստեղծվել։ Տնտեսվարողներից մեկի հետ սա հիշեցին ու նաև արձանագրեցին, որ հետագայում էլ ավելի մեծ ակտիվությամբ է առաջընթաց գրանցվել, նաև պետության աջակցության շնորհիվ։ Դե իհարկե նաև մնացած հարցերը մենք համոզված ենք, որ սահմանազատման գործընթացը կակտիվացնենք եւ սահմանազատման գործընթացում ճշգրիտ սահմանները կարգավորվեն։ Դուք որ ինձի բնականon եք նվիրել, ես ուզում եմ ձեզ սուրճ։ Ո՞նց եմ բնական նվիրել։ Պետությունը։ Ինչ որ ծրագրով։ Որպես պատերազմի մասնակից։ Գնացինք։ Եթե կարելի է, ասենք։ Գնացինք։ Ոտքներս բարի լինի։ Այս հլա շինարարության ընթացքի մեջ եք։ Ես այն ամեն ինչից գոհ շնորհակալ եմ, որ դուք խաղաղություն եք բերում, որտեղ պատերազմը լավ բան չի։ Սենց որ անկեղծ խոսում են ոչինչ, չէ՞։ Իհարկե։ Որտեղ դուք իմ գերագույն գլխավոր հրամանատարն եք, իմ երեսը լա 2016 թվին զոհվել է։ Ես ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը ու ես ուզում եմ խաղաղություն, որտեղ պատերազմը լավ բան չի։ Երբ որ դու ֆիզիկապես լինում ես պատերազմի մեջ, ես քու ցավը տանեմ, հակառակ պատկեր չկա։ Շատ լավ, բայց նաև մեր խնդիրն է, որ մեր բանակը հնարավորինս ամենաբարձր մակարդակի պաշտպանունակություն ունենա, որպեսզի նաև մեր երկիրը, մեր պետությունը հնարավոր ագրեսիայի համար գայթակղիչ չլինի։ Եվ հույս ունեմ դուք իմիջիայլոց տեսնում եք, նկատելի է ծառայողների համար բանակի բարեփոխումները սպառազինության Եթե թույլ տակ, մի հատ գաղտնի բաներ ցույց չտաս։ Ես այդ իրավունքներում եմ։ Չէ, եթեր է, եթե չեմ իմանում։ Զինծառայողը կամավոր ատեստավորում չի անցել։ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց մասնակցել, կրկնապատկել իր վարձատրությունն ու նաև նպաստել բանակի պաշտպանունակության բարձրացմանը։
Ջերմուկը վերածնվում ու ծաղկում է միասին դժվար ճանապարհ անցնելուց հետո, ելույթում արձանագրեց Փաշինյանը։ Նկատեց, զբոսաշրջության սեզոնն այստեղ ընդլայնվում է։ Եթե նախկինում փետրվարն այդ առումով զրոյական ամիս էր, հիմա հյուրանոցային համարների մինչև 60%-ը կարող է զբաղված լինել։ Ես ինչ որ ասում եմ 97%-ով այդպեսին է իրավիճակը, երբ որ մենք մարդկանց հարցում եմ, ասում եմ, լավ, Հայաստանում ինչն է ձեզ ամենաշատը գրավում, ինչն է ձեզ ամենաշատը դուր գալիս։ Եվ գիտեք որն է պատասխանը։ Մարդիկ ընդունված էր համարել, որ Հայաստանը ռեսուրսներով, տնտեսական ռեսուրսներով աղքատ երկիր է, բայց հիմա մենք ինքներս մեզ համար ռեսուրսներ ենք բացահայտում, որոնք որ մեր մտքով չի էլ անցել նույնիսկ։ Պարզվում է, մարդը Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այն մարդը, ով աչքի անկնում հյուրասիրությամբ, ջերմությամբ, սրտաբացությամբ, այդ մարդը շատ մեծ եւ անգնահատելի կապիտալ է, որը դեպի Հայաստանի Հանրապետություն բերում է տասնյակ միլիարդներ։ Եվ ես ուզում եմ մենք սա արձանագրենք, էսա, որ մենք ասում ենք մարդը բարձրագույն արժեք է, եւ մեր գաղափարախոսությունը հետեւյալն է, որ պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը, բայց այս էլ է շատ կարեւոր, ինչով ի վերջո պետությունը պետք է ուժեղացնի մարդուն։ Մենք այս թեմայի շուրջ շատ ենք մտածել եւ ես հիմա ունեմ պարզապես համոզմունք, որ մարդուն ուժեղացնելու ճանապարհը մարդուն աջակցելն է կրթության հարցում։ Գնդեվազում Փաշինյանը խոսեց իրականացված ծրագրերի մասին, ասաց արդյունքում ավելի շատ զբոսաշրջիկ է գալու, դրանից բխող բոլոր տնտեսական հետևանքներով։ Նկատեց 2021 թվականին եկել էին ասելու ապագա կա, այսօր եկել են, որ ասեն ապագան հիմա է։ Վայոց ձորի մարզում 300-ից ավելի տուն է կառուցվում, 16 միլիոնի ծրագրով։ Դուք եք կառուցել։ Եկեք ծափահարենք։ Փաշինյանը կարծում է քաղաքացին պետք է սիրի պետությունը, բայց դա կախված է թե ինչքանով է նա զգում պետության սերը։ Հավաքվածները ծափերով հաստատեցին, զգում են պետության սերը։ Շատ կարևոր է, որ նույնիսկ հեռու կանգնած մարդիկ ծափահարում են։ Քաղաքացիական պայմանագիրը կրթությունը հայտարարել է ռազմավարությունների ռազմավարություն։ Կառուցում են դպրոցներ, մանկապարտեզներ, կրթահամալիրներ։ Մարտիրոս բնակավայրում Փաշինյանը խոսեց նաև այս մասին։ Ես մտածում եմ, այս տղային ինչ անունը։ Վահանին ինչ պետք է անեմ Վահանի համար, որպեսզի ինքը լինի ուժեղ։ Ես ինչքան մտածում եմ, ես մենակ մի պատասխան եմ գտնում։ Ինքը պետք է պատշաճ կրթություն ստանա։ Պատշաճ կրթություն, որովհետև ես ուժեղ մարդուն պատկերացնում եմ պատշաճ կրթություն ստացած։ Ընդ որում այդ թվում մարմնա կրթություն ստացած։ Նիկոլ Փաշինյանը վայքում նկատեց քարոզարշավը վերածվել է մի յուրահատուկ տոնախմբության ու դա նաև երեխաների ակտիվության շնորհիվ է։ Նա սա համարում է խորհրդանշական, քանի որ ընտրությունների ամենամեծ շահառուն երեխաներն են։ Մալիշկա, Գետապ, Արենի, Շատին, այնուհետև Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր, որտեղ հրավիրված մեծ հանրահավաքով էլ ամփոփվեց քարոզարշավի այս օրը։ Վարչապետ ու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ելույթը սկսեց Սաղմոսով, որտեղ ասվում է դատիր նրանց Աստված։ Փաշինյանը ընտրությունները համարում է դատ, ժողովրդի դատը քաղաքական ուժերի ու գործիչների։ Կրկնեց ժողովրդի ցանկացած որոշմանը իրենք կենթարկվեն, իսկ այն մարդիկ, ովքեր հայտարարում են, թե մեկ ամսից լինելու են Հայաստանի վարչապետ, նրանք չեն հասկանում, որտեղ են հայտնվել ու ինչպիսին է այս process-ի էությունը։ Ինքը չի կարող պնդել, որ հաստատ վարչապետ է ընտրվելու։ Միայն կարող է ներկայացնել իր թեկնածությունը, իսկ թե ով կլինի վարչապետը, այդ որոշումը կախված է մեկ մարդուց։ Եվ այդ մեկ մարդը դու ես, եւ 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 այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության պետականատեր ժողովուրդ։ Ազգային ժողովի այս ընտրությունը Հայաստանում արմատացած մաֆիան արմատախիլ անելու վերջին գործընթացն է, շեշտեց Փաշինյանը։ Նրա խոսքով միասին պետք է ջախջախեն քոչարյանասերժական մաֆիան եւ նրանց մետաստազներ Կալուգացի օլիգարխին ու ԲՀԿ ղեկավարին, որոնք Հայաստանի մաֆիայի պատերազմի կուսակցության պարագլուխներն են։ Եվ մենք իրար հետ պետք է արմատախիլ անենք նրանց եւ կտրենք նրանց Հայաստանի Հանրապետության սրբազան հողից։ Այս ընտրություններում ամենակարևոր ասելիքը ոչ թե իրականացված ծրագրերն են, այլ այդ որոշումների քաղաքական ու էմոցիոնալ իմաստը։ Ինձ համար ամենակարևոր ասելիքը հետեւյալն է, որ ես կանգնած ձեր առաջ ուղիղ բնական իրական ժամանակում նայեմ ձեր աչքերի մեջ, ուղիղ նայեմ ձեր աչքերի մեջ եւ ասեմ
Հայաստանի Հանրապետության ժողովուրդ, ես քեզ սիրում եմ։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդ, ես քեզ սիրում եմ։ Քաղաքացիական պայմանագրի քվյաթերթիկի համարը 16-ն է։ Աննա Զախարյան, լուրեր։